Շնորհակալություն, պարոն Մկրտչյան, քանի որ հավակնում եք այդ պաշտոնին, պետք է ենթադրել, որ ասենք բավականին լուրջ պատկերացում ունեք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատանքների հետ կապված, իր բուն նպատակի հետ կապված, ինչը նաև երևաց ձեր ելույթից, ես կխնդրեի 100 բալանոց համակարգով գնահատեք այսօրվա վիճակը, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատանքի վիճակը, բանի տեսակյունից, օբյեկտիվության տեսակյունից, 100 բալանոց համակարգով, որտեղ 0 նշանակում է օբյեկտիվություն չկա, 100 նշանակում է բացարձակ օբյեկտիվություն, մի հարց, երկրորդ հարցս, ինչ կասեք, էլի նորից այդ նպատակները, որ դուք հետապնդում եք եւ իրականում դրված է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բուն էության մեջ, ինչ կասեք, որ այդ հանձնաժողովը օրենքի ուժով տրվի ընդդիմությանը, խորհրդարանական ընդդիմությանը տրվի ամբողջ հանձնաժողովը, ասենք իշխանությունը իշխանական ուժը ունենա մեկ ներկայացուցիչ այդ հանձնաժողովում, որպեսզի այդ կոռուպցիայի դեմ պայքարը ել ավելի լավ հիմքերի վրա դրվի։ Եվ երրորդ հարցս կներեք իհարկե ես բանը մի քիչ երևի բան հարցամ, եթե հարմար չգիտեք չպատասխանեք։ Կոռուպցիան եւ կաշառակերությունը ինչով են տարբերվում իրարից։ Եթե տարբերվում են իհարկե։ Շնորհակալություն հարցի համար, պարոն Աղազարյան։ Անկեղծ առաջին հարցի հետ կապված կդժվարանամ գնահատական տալ բալային համակարգով, քանի որ ես եթե ընտրվեմ նոր պետք է այդ համակարգում լինեմ ու մի քիչ էլ գտնվելով այնտեղ փորձեմ ներսում գնահատել աշխատանքների արդյունավետությունը, բացերը կամ չգիտեմ դրական կողմերը, որպեսզի կարողանամ հստակ պատասխանեմ գնահատական տամ 100 բալանոց միավորին։ Իսկ խորհրդական ընդդիմության հետ կապված իմ գիտելիքներով ես գիտեմ, որ անդամը լինում է անկուսակցական, պետք է լինի անկուսակցական, չի չպատկանա որևէ կուսակցության, իսկ ձեր առաջարկությունը միգուցե օրենսդրական փոփոխության ենթարկվի կամ օրենքով նախատեսվի այդ հարցի լուծումը, իսկ երրորդ հարցի հետ կապված կոռուպցիան միայն կաշառակերությունը չի։ Տարբեր թերացումներ, նույնիսկ անգործությունը կոռուպցիա է։ Անգործությունը կոռուպցիա է։ Համարեք սա արտահերթ հարց էլի, անգործությունը կոռուպցիա է։ Եթե ինչ-որ մի Չէ, ինձ մի նայեք, պատասխանեմ։ Ինձ մի նայեք, ես տեսնում եմ ձեզ կամերայով։ Եթե ինչ-որ հարցի շուրջ ինչ-որ գործողություն չի կատարվում, անգործության է ենթարկվում, նաև կոռուպցիա է դա համարվում։ Բերում է կոռուպցիոն ռիսկերի անգործությունը։ Չի ծանուցվում մարդ ինչ-որ գործողություն կատարելու համար եւ չի կատարվում այդ գործողությունը։ Շատ լավ։ Պարոն Աղազարյան, արձագանք։ Շնորհակալություն, պարոն Մկրտչյան։ Դե երբ որ ես նկատի ունեմ տալ ընդդիմությանը, բնականաբար ձեր դիտողությունը հաշվի առնելով, որ պետք է չափորոշիչներ լինեն, այդ որ պետք է կուսակցական չլինի, դա էլ ընդունենք, որ պետք է կուսակցական չլինի, ուրիշ չափորոշիչներ լինեն, բայց տրվել խորհրդարանական ընդդիմությանը, որպես խորհրդարանական ընդդիմություն իր քաղաքական շահ հետապնդելու ճանապարհով էական դրական ազդեցություն ունենալ կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման համար։ Ես այդ իմաստով եմ ասում, շնորհակալություն ամենանդեպս պատասխանների համար։ Ծովինար Վարդանյան։